որ թյուր ընկալում չլինի, թյուր ըմբռնում չլինի, ես ուզում եմ ասեմ հետևյալը. ես ծնվել, մեծացել, ապրել ու անտատ կապ կա գյուղի հետ։ Այն եմ կրկնում, գյուղում ապրելը դա չի նշանակում, որ դու պետք է դատապարտված լինես հող մշակելուց, դա պետք է լինի պետական քաղաքականություն։ Պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող, ոլորտ իրականացնող մարմին պետք է լինի։ Եվ երբ որ քո երկիրը զգում ես այս պարենային անվտանգությունը ամենամեծ առաջնահերթ խնդիրն է եւ պետք է գյուղատնտեսությունը կառուցվի, եթե դու ունես նման խնդիր, քո առաջի քայլերը պետք է լինի դրա ապահովումը զարգացմանը զուգահեռ։ Հիմա իմ գործընկերոջ Պարսան Սուրենի ես միշտ հարգել եմ իր տնտեսագիտական վերլուծական մտքի, ինչու՞ չէ նաև ակադեմիական մտքի, բայց այստեղ ուզում եմ ասել հետևյալը, լինելով հողի մարդ, ոլորտի մարդ, որ Ռուսաստանի Դաշնության նման երկիրը, եթե 158 միլիոն տոննա տարեկան հատիկ արտադրում, ինքը շատ լավ գիտի, որտեղ կարելի է ռուկոլա աճացնել, որտեղ պրասասող, որտեղ ծնեբեկ։ Տեսեք եւ մյուսը կամ մյուս կետը, եթե Թուրքիան միջինը տարեկան 9 միլիոն հեկտար ցորեն է մշակում, գիտեն ինչ են մշակում։ Չէ, հիմնականում, չէ, Ռուսաստանը բացարձակ ոչ մի գնամ Թուրքիան, բայց տեսեք ինչի համար ինքնաբավության խնդրից նաև քաղաքական խնդիրներ են լուծում։ Եվ քանի որ մեր երկիրը ուզած թե չուզած դարձել է ընկած ես, հազար անգամ դանակավորը շատացել է, մենք պետք է գանք այն կետից մեր հենակետը սկսենք, որ մենք մեր մարտահրավերները մեղմենք ռիսկերը։ Այո, կա գյուղատնտեսության մեջ նորարարություններ, կա ընտիր բաներ, որ կարելի է, հա, տեսեք ծնեբեկ, ռուկոլա, բայց Արցախում ոչ ռուկոլան կփրկեր, ոչ էլ ծնեբեկը։ Իսկ ցորենը նաև ռազմավարական տեսանկյունից պարենի համար առաջի սննդամթերքան նաև ինքը որպես բուսաբուծական արդադրանքի արդյունք, որպես մշակաբույս, ինքը ցանկաշրջանառության համար ունի իր ուրույն տեղը, չես կարա առանց դրա դու ճիշտ գրագետ առավել եւս մինչև 2000 մետր ծովի մակերևույթից բարձր տարածքներում մենք ունենք։ Դա այդ մասնագիտական տեսանկյունից մնացած ուրեմն պետությունը եթե ունի միլիարդավոր դրամներ տալ դես ու դեն, պետք է այդ որոշակի գումարից սուբսիդավորմամբ, շահագրգռմամբ ինքը գնա դրան։ Իսկ կառավարման տեսանկյունից, պարոն Խանոմյան, ես չեմ եղել ոչ մի կուսակցության անդամ եւ ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Ես երբ որ աշխատում եմ նախարարությունում պաշտոնը ես շատերը ինձ հիշում են, գիտեին, որ ես անհաշտ եմ եղել ցանկացած որոշման հետ, որը մասնագիտական առումով թերիա խնդիրներ բերելու, այսինքն ես միշտ այդ կռիվը մասնագիտական տվել եմ։ Հիմա այդ դիրքը դե բաց է, մտել են, եկել են, հասել են մեր այն դիրքը, որ պահում են, հասել են իմ դերքին։ Լավ օրի չի, որ ես նյարդայնացած ինչ-որ այս բաները բարձրաձայնում եմ։ Ես ամեն անգամ իմ բոլոր ելույթներում, հանդիպումներում ես անձնականի դաշտ չեմ մտել։ Ես անընդհատ բացատրել եմ, որ սա պետությունը, պետական ծրագիրը, պետական քաղաքական, սա սխալ է, սրա հետևանքը կտեսնենք, չեն լսել։ Ընդունում են, որ իրանց կանաչ արտը ես եմ քաղել, Աստված իրանց հետ, բայց Աստված կանի իր գործը։ Իսկ տնտեսագիտական առումով, ֆինանսական աղբյուրների մնացածի հետ կապված, տեսեք կրկնում եմ, ես կխնդրեի ձեզ կամ ովքեր որ այս հաղորդումը լսում են, այս քննարկումը ովքեր հնարավորություն ունեն, բաց է, խնդիրը բաց է, այսինքն տեսեք մարդիկ արծարծում են խնդիրները, ես չեմ ուզում ասեմ, գիտեք մեր այսօր խնդիրը դրված է քննարկման հիմնականում պարենային ապահովությունը, անվտանգությունը,
որոշ դետալային հարցերում գնում ենք դեպի գյուղատնտեսություն, որտեղ կայուն գյուղատնտեսությունը պետք է ապահովի դա, այլ մեկ այլ բան է, երբ որ մենք ընտանում մի հատ քննարկում ձեր ասած հրավիրվի, արդեն գյուղատնտեսության խնդիրները, նախկին սխալները, ներկա ավերակները, ապագա լավ բաները պետք է քննարկումների արդյունքում առողջ բանավեճի բացարձակ ազնականը թողում ենք մի կողմ, անձեր կան, որ կարելի է ընդհանրապես արհամարել, նույնիսկ կանոնները չշոշափել, բայց մարդիկ կան, որ պետք է այդ մարդկանց հետ ընկերություն անել, բարեկամություն անել, այս երկիրը ոտի անել։ Իսկ տեսեք մի բան էլ ես ասեմ, տեսեք ջերմոցաշինությանը, ինչ միլիարդները հատկացվել, չեմ մտնում այդ թվերի տակ, դա ուրիշ թեմա է։ Այսինքն այսօր ջերմոցը ուրիշ բան է ապահովում գյուղատնտեսության մեջ։ Եթե մենք ունենք պարենի ապահովություն, եթե դու մեկ անձին կարաք 3 միլիարդ արտոնյալ վարտակ դրեք եւ մնացած ուժեղացրեք անասնապահություն, երբ որ դուք դες հարցնում են Թուրքիայի սահմանը որ բացվեց, առաջի հերթին ծաղիկ մշակողը ջերմոցները առաջերտին ամենասոսկալի վնասն են իրակ ընկելու։ Ծաղիկ արտադրելով դու պարենային ապահովության հարցը կարող է ֆինանսատնտեսական ինչ որ 3-4 խնդիր ես լուծում, այնը ոչ մասսայի էֆեկտով։ Դրա համար ես միշտ ասել եմ, մեր հանրապետությանը պետք է ոչ թե խոսքը գյուղատնտեսության մասին, այլ ագրոպարենային համակարգի, ինչու՞ չէ նաև կառավարման, ով ասել որ մի հատ պետք է տարածքային կառավարման նախարարություն լինի, մեջը ջրային կոմիտե էներգետիկա լինի, ատոմական ունեցող երկրում առանցին էներգետիկ նախարարություն չլինի, այսքան խնդիրները գյուղատնտեսություն, տարածքային ջուր, ամբողջական պետք է լինի, որ ինքը հզոր, մարզերից պետք է սկսվեն կառույցների ստեղծումը, որ եւ ինֆորմացիայի ստացումը եւ հակադարձը լինի օպերատիվ արձագանքում, ամենակարևորը ծրագրերի մեջ պետք է լինի կայունացման այս վիճակից հանելու, հետո զարգացման, պետք է լինի մասսայի էֆեկտ ապահովող, որ մարդիկ մեծ ներառություն ունենան, զարգացմանը զուգահեռ պետությունը տանի սոցիալական, իսկ հողերի խոշորացման հետ կա շատ հետաքրքիր ծրագիր, մի քանի բաներ ես ուսումնասիրել եմ, եմ որ ասում եմ մի էպիզոդ ասեմ, վկայականին դու հողի տիրոջ չպետք է կպնես, մեր երկիրը հողը գնահատում է լրիվ այլ իմաստ, այլ արդյունք, այսքան արուն թափվում է այդ հողի հասարակ բան է, ով ինչ ծրագիր ուզում է մշակեք, այդ միկը հաշվի արեք, հողը վկայականով թողնում եք այդ մարդկանց, իրանց անձեռնմխելի ունեցվածք, իրանց ժառանգականության իրավունք, այլ բանա այդ արդեն ֆիզիկական հողը ոնց եք ներառում շրջապտույտի մեջ, տնտեսության մեջ եւ ոնց է պետությունը մասնաբաժին հանում եւ որ ստեղծվեն աշխատատեղեր, որ եղել է շատ մարդիկ, իրանք հոժարական կգան, կասեն խնդրում եմ մեր հողերը մշակեք, բանակի պետության համար ապրանք արտադրեք, ինձ էլ որոշակի շահույթը, բայց իր սեփականության ժառանգության իրավունքն է։ Եվ ավարտելով շնորհակալություն, բայց Արցախի պահով ես չեմ կարող չասել հետևյալը, որ մենք ունենք երկու պետություն, ասում եմ ծնողի երջանկությունը երեխայի հաջողությունների մեջ է, Հայաստանը մայր Հայաստան էր, Արցախը զավակ էր։ Հիմա այս պետությունը ամեն ինչ պետք է անի, որ որպես որտոյ կորույս ծնող պետք է ինքը դասեր քաղի դառը, ճիշտ քաղաքականություն մշակի, որոշակի առումով գնա այն տեղերը հաշտեցման, որտեղ հնարավորության եզրեր կա, բայց որտեղ որ կա անհնարինություն, դա թող Աստված տատի։ Շնորհակալություն։